2 տարի ո՞ր նախնդիր է եղել, չես ուզել ուղղակի երևաս որևէ տեղ։ Ես շատ եմ լսել իմ հասցին, որ սերիալի դերասանա, սերիալի։ Կարա վատ անի, հա, ասենք, չգիտեմ, սկսած դերցակից մինչև ռեմոնտ անողը կարողա պատը ծուռ ներկի, բայց որ ծուռ աներքում այդ մարդուն հնարավորություն ա տրվում, չէ՞, հետագայում պետք չի պիտակավորել մարդուն, հասկանու՞մ ես, պետք չի պիտակավորել ինչ որ, այդ շատ լավ բառ է իրոք։ Ինքը վատ դերասան է, մի հատ մարդը նայեցինք դուրներս չեկավ, ինքը վատ դերասան ա, վերջ։ Դու չպետք է ուղղակի ասես դե ինքը վատն է, որովհետև այդ մարդու հետևը կա կանգնած ռեժիսոր, կա կանգնած տեխնիկական մեծ անձնակազմ։ Ընդհանուր Վարուժի ասած նրա մասին է, որ ինքը թե թատրոնը, թե ֆիլմ արտադրությունը ինքը կոլեկտիվ, հա, աշխատանք է։ Չեմ ուզում լինեմ միտեղ, որտեղ որ ես չեմ ուզում զուտ գումար աշխատելու համար։ Ո՞ն շնորհակալ մասնագիտություն է ժողովուրդը։ Ողջույն սիրելի նոր ալիքի մարդիկ, արդեն կարող եք գնալ միտեղ հարմար տեղավորվել, շրջակայքում բոլորին խնդրել, որպեսզի լռեն, կամաց խոսեն եւ ձեզ չխանգարեն, որպեսզի լսեք մեր զրույցը։ Իսկ ես այսօր կապի մեջ եմ եւ զրուցելու ենք Վարուժ Մարգարյանի հետ։ Բարև Վարուժ ջան։ Բարև Բորիս ջան։ Ինչպե՞ս ես։ Լավ, դու ինչպե՞ս ես։ Շատ լավ, շատ լավ։ Վարուժը ինչպես մենք բոլորս գիտենք, դերասան է։ Ինչից է սկսել։ Ինչ դերասանական ուղին։ Սովորելուց։ Հետո Ես մսի մանաս երազել եմ մանկուց դառնամ դերասան։ Չէ, ո՞նց ա եղել, ո՞նց եղավ, ասենք Վարուժը սովորեց, ավարտեց կամ մինչև ավարտել։ Չէ, մինչև ավարտելը երկրորդ կուրսի ուսանող էի։ Կաստինգ էր հայտարարված կյանք ու կռիվ երկրորդ ֆիլմի համար, տենց ինձ այնտեղից տենց գրեցին, ասին որ մի հատ դեր կա ուզում ենք փորձենք քեզ։ Գնացի կաստինգի։ Ես այն ժամանակ նոր եկել էի ծառայությունից։ Սենց հիմա ինձ մին է, որ տենց սենց չորսած լայն շորերով բան ժամանակ։ Նույն ժամանակ սենց գնացի սենց պերչատկեքով չորսած քիփ հակած բան ինչ որ սենց մազը սենց անրած գնացի սենց մոտա բարև դες շատ նոր ծառայությունից եկած բայց բախտ վիճակվեց ու տենց հենց այդ բանին ասացին որ հաստատված ես ես հասկացա որ երկրորդ կուրսի ուսանող եմ ու հեսա նկարահանվելու եմ գեղարվեստական ֆիլմում որտեղ միաժամանակ իմ հետ լինելու են այդ ֆիլմում Նարինե Գրիգորյան, Բաբկեն Չոբանյան, ասենք Պապաս Շանթ Հովհաննիսյանն էր, մամաս Անի Ղազարյան ու ես էլ երկրորդ որ անդադ շեշտում եմ երկրորդ կուրսի ուսանող, գիտես, ասենք պատկերացնում ես այդ տարիքում ասենք ինչա քո համար չէ, դու էլ նոր սովորում ես, գնում էի նկարահանումների պայտակ չէի ուզում էլ հետ գայի դասի կամ էլ որ գալիս էի ոնց ընկերներով մեկ էլ չէի շփվում։ Ես գիտեք արդեն չէի ուզում էլ քննություններս հանձնել։ Ձեր անունը Բաբկեն չի, ինձ բարևել մի տվեք։ Ֆաներ, բայց չէ որ գալիս էի կուրս հիշում եմ որ սենց հավաքվում էի սենց ես սենց լիքը էմոցիաներով արդեն սկսում էի կիսվել գիտեք սենց հա բան նկարման հրապարակում սենց այս մարդիկ սենց են շփվում սենց բաներ եմ սովորում հետո արդեն անցավ ինչքան երևի մի կես տարի առաջ էր ստացել Ելնեից Արշակյան սկսեցի նկարահանվել Կայարան հեռուստասերիալում ու տեղից ոնց որ արդեն սկսեց այդ իմ դերասանական ուղին, այո։ Չէր լարվում, որ մանավանդ որ առաջին աշխատանքդ տենց մասնագետների հետ էր ու նմանատիպ պրոյեկտում։ Շատ, դե տես ուղղակի տարբերությունը որն է գեղարվեստականի ու երկարատև սերիալի դեպքում, որ գեղարվեստականի ժամանակ երբ որ դե գնում ես, չգիտեմ, օրվա ընթացքում շատ քիչ տեսաներ է հատկացված, ամեն դեպքում մի քիչ ուրիշ է process-ը տեղի ունենում, ուրիշ ձև է տեղի ունենում ավելի շատ են ժամանակ տալիս տարբեր բաների համար, ավելի հանգիստ ես փորձում լինել, իսկ երկարատև սերիալների դեպքում դու էլ լավ գիտես, որ տենց չի, ասենք, տենց չի, տենց գնացիր, օրը տենց երկու տեսարան չէ, որ գնաս հանգիստ ինչ որ նստես կամ քիչ ավելի արագ է այդ process-ը տեղի ունենում ու ուզես չուզես այդ արագության մեջ լարվում ես, մանավանդ որ չունես փորձ, չունես դեռ այդ, չգիտեմ, կրթությունը չունես էլի դեռ տենց ամբողջական որ ասես գիտես թե ոնց պետքա քեզ պահես, ոնց ինչ, պրակտիկա էլ չունես, ժամանակի հետ կամաց սկսեցի լիքը բան սովորել էլի։ Ու սուտ կլինի որ ասեմ օրինակ Կայարանի ժամանակ տենց արդեն տենց վերջում ինչ որ շատ բան գիտեի, չէ։ Ես հիմա որ սենց նայում եմ ժամանակի ընթացքում ես հստակ օրինակ իմ համար գիտեմ էլի որ բայից սկսած ա եղել, որ ես արդեն սկսել եմ այդ պրակտիկան մի քիչ ուրիշ ձև ընկալել, մի քիչ ուրիշ ձև ոնց որ վերաբերվել նույնիսկ մասնագիտությանը, մի քիչ արդեն ավելի շատ բաներ փորձել օգտագործել մասնագիտության մեջ։ Ինչ անշանակում ուրիշ ձև վերաբերվել։ Դե նայ, սկզբում եթե շատ բան որ չէի հասկանում, չգիտեի ոնց
ինչ որ տեսարան կամ չէ ոնց պիտի վերապրեի, ոնց պիտի զգայի, ոնց պիտի խաղայի ինչ որ բան, ինչքան էլ որ ասում էին, ես ինքս չէի եկել դրան հələ։ Երբ որ ավարտեցի, հետո տենց եղան մարդիկ իմ կյանքում, չեմ ուզում ուղղակի շատ անուններ տամ, որ այսօր մեկի անուն տամ, մյուսի անուն չտամ, որ չնեղացնեմ, բայց իմ կյանքում տենց հստակ, բայց իմ ընկեր Գագոն հետո կասեմ առանձին։ Չէ, դու ես ճանաչում լավ այդ մարդուն, տենց բայց անուն չեմ տա։ Չէ, բայց ոնց որ մարդ եղավ իմ կյանքում, ես երկարատև սերիալների մասին եմ խոսում, որ այդ մարդը տենց երևի 2 թե 3 իր նկարման օր ունեցանք ու ինքնից մեծ բան ասեց, որ ես չգիտեմ, թե այդ ժամանակաշրջանների մոտ տենց, թե ես ավելի ուրիշ ձև էի վերաբերվում, ավելի sense լուրջ էի տրամադրվել, ես այդ իր ասածը sense ընկալեցի, ուրիշ ձև վերաբերվեցի, թե ինչն է կարևոր այս մասնագիտության մեջ տեսախցիկի առաջ ու դրանից սկսեցի տենց շարժվել առաջ, տենց սկսեցի վերաբերվել ու հասկացա, որ արդեն գնալով որ ես նույնիսկ նկարահանվում էի, հետո նայում էի ես նույն, այսինքն այդ տեսարանը, որտեղ որ խաղացել եմ ինչ-որ բան, զգում էի տարբերությունը, զգում էի իմ կողքին մարդկանց կարծիքների տարբերությունը, որ ինչ-որ բան է փոխվելու, ես այդ զգում էի, որ այդ աշխատանքի արդյունքն է, էլի այդ ամեն ինչը։ Ինչ ասել, ասա իմ հետ էլ կիսվի ես։ Չէ, ասել է, չէ, այդ շատ նորմալ բան է, որովհետեւ ես անկախ ինձանից ես իմ համար շատ կարևոր է այս մասնագիտության մեջ դերասանի համար, իմ համար տեսախցիկի առաջ եղած մարդու համար ամենակարևոր բանը այդ աչքերն են իմ համար։ Ես օրինակ կլինի դա համաշխարհային ֆիլմ, կլինի հայկական ֆիլմ, կապ չունի մի խոսքով որ շուկայի ֆիլմը կլինի, ցանկացած դերասանում որ ես հիմա նայում եմ, դե թատրոնը մի քիչ դժվար է, թատրոնը լրիվ ուրիշ բան է, տեսախցիկի դեպքում ես շատ եմ ուշադրություն դարձնում աչքերին, որովհետեւ մարդը ում վրասի չեմ տալիս, ինքը ինձ ասեց ինչ որ խաղալու ես, դու ուղղակի դրա մասին մտածի, փորձ այդ ամեն ինչը զգաս, ու այդ ամեն ինչը մեկը երևալու է տեսախցիկի առաջ։ Ու այդ իրոք տենց էլ աշխատում է, որովհետեւ դրանից հետո երբ որ ես ինձ չէ, երբ որ ես մինչ օրս երբ որ ես նայում եմ դերասաններին, ովքեր որ իրոք դա փորձում են անել ու անում են, ես դա տեսնում եմ։ Ես չեմ ասում, ասենք չգիտեմ, մոտ չեմ տեսնում, ինքը վատն է կամ իր մոտ չի ստացվում։ Ես ասում եմ զուտ իմ պոզիցիան, թե ոնց եմ ես վերաբերվում ու ես ինչ եմ պահանջում, այսինքն իմ առաջ եղած դերասանից ֆիլմում, թե իմ առաջ կանգնած մարդուց, իմ առաջ կանգնած խաղընկերոջիցս։ Դիտի որ շատ կարևոր է։ Գիտես, որ այդ օրինակը բերեցիր, ոնց է սկսել նկարվել։ Շատ երկար շատ խոսացի ինչ որ։ Ինչ հետաքրքիր է, բոլոր ժողովուրդ գալիս են, ինչ որ հենց մի քիչ երկար են խոսում, իրենց թվում է որ նիտոյա դա որ երկար են խոսում, բայց իրականում շատ լավ է։ Չօրինակ այս թեմայով ընդհանրապես ես չէի խոսացել։ Անկեղծ, օրինակ առաջին մարդս որ այդ հարցը տվեց, ուսուն շատ ընկերական սկսեցինք խոսել, պայտակ մոռացել որ այս ամենը նկարահանվում է, շատ հանգիստ էր, ես ուրախ էի լսելու համար։ Ինձ էլ շատ։ Մանավանդ աչքերի պահ, որովհետև լրիվ համակարծիք եմ, իհարկե ոչ այդքան է ստացվում, բայց դե ամեն դեպքում փորձում եմ գիտես իմ մոտ էլ ստացվում է աշխատել իմ դատարկ հայացքիրա լավ թողնենք ինձ այ ես էլ եմ մինչև ավարտել ոնց որ բախտավիճակվել ու սկսել եմ աշխատել ես սկսել եմ նկարահանվել 3-րդ կուրսում էի այդ ժամանակ ես այս թեման եմ ուզում քննարկենք տես իմ բախտը կարծում եմ բերել է ես լավ պրոյեկտում եմ հայտնվել, որը ռեյտինգային է եղել, որը սիրվել է ու տեղից նաև ես եմ ռեյտինգ ունեցել եւ հայտնիություն եմ ձեռք բերել։ Բայց լավ է, որտես ես ինչքան ժամանակ է քեզ ճանաչում եմ, դա էլ ինձ շատ իմ համար շատ գովելի է, որ դու անկախ այդ ամենից, ասես ոգեսից մեջբերում եմ անում, անկախ այդ ամենից դու քո մարտեսակը ոնց այսքան եղել է սկզբում, դու չես փոխվել։ Այդ շատ կարևոր է այս մասնագիտության մեջ։ Դե առանձին թեմա է, հիմա դրանից խոսենք։ Ինչի՞ց է ուզում խոսել, նայ, ինչը ինձ դուր չի գալիս։ Այդ փաստը ինձ ուղղակի երբեմն տանջում է։ Տես, օրինակ, նա իմ բախտը բերել է, կարծում եմ քոնն էլ, որ այդ պրոյեկտները, որտեղ որ մենք սկսել ենք նկարվել, ու մինչ օրս հիմնականում որտեղ որ նկարվել ենք, իրանք հիմնականում լավ պրոյեկտներ են եղել, սիրված պրոյեկտներ են եղել, ճիշտ է։ Մեր մոտ sense մի հատ պահ կա, որ մանավանդ երբ որ հենց առաջին աշխատանքի ժամանակ, հա, այսպես սկզբում, երբ որ դերասանը նկարվում է մի հատ այնպես պրոյեկտում, որը հանրության կողմից չի սիրվում, այդ մարդը ահա որ վատ դրության մեջ է հայտնվում։ Ամբողջ հանրության կողմից սկսվում է քլնգվել, ամբողջ հանրության կողմից սկսում է ինչ-որ տենց հեյթ իրա վրա անընդհատ գնալ, հեյթի ալիքներ, վատ կոմենտներ, չգիտեմ, ծաղրանքները մինչև անգամ որ ու ես միշտ մտածում եմ, լավ, ինչի։ Ասենք կարա, չէ, ցանկացած մարդ, որ ինչ-որ աշխատանք է կատարում, վատանի։
Կարա վատ անի, հա, ասենք, չգիտեմ, սկսած դերցակից մինչև ռեմոնտ անողը կարողա պատը ծուռ ներկի, բայց որ ծուռ ներքում այդ մարդուն հնարավորություն է տրվում, չէ՞, հետագայում ոչ մեկ չի գալի ասում, վայ, ֆու, ես ով ես դու գնալ սրանով մի զբաղվի, չէ՞, կարա լինի։ Հա, որովհետև հանրային այս ամեն ինչը ինչ որ մենք ենք անում, շատ հանրային է, շատ մարդակես։ Ասենք որ պատը ծուռ է սարքում, ամբողջ հայությունը չի գալիս, ասենք նայեմ որ պատը ծուռ է, սկսում հերթով քրնգել, իսկ այս դեպքում շատ մարդ է նայում ու շատ կարծիքներ են ու այդ կարծիքները այնքան տարբեր են ու այդ երևի ամենադժվար, ինչ ասեմ, ինքը համ մինուս է ու դժվար մինուս է, ինչով որ օրինակ դու կարողացար կարա քեզ կամ կարաս հաղթը հարես այդ կամ կարա քեզ նենց կոտրի, որ դու ուղղակի էլ չուզես շարունակես այս մասնագիտությունը։ Օրինակ ես որ ասում երկրորդ կուրսում որ նկարահանվում էի, վստահ եմ դու էլ գիտես, որ մեր երկրում մի քիչ ուրիշ ձև են, չէ՞, վերաբերում, երբ որ նկարահանվում ես հեռուստասերիալում, ասում են դե սերիալի, որ տենց արտահայտությունն էլ շատ կա սերիալի դերասան, այդ լրիվ ներվայնացնող խոսքով։ Այսինքն ասում եմ սերիալի դերասան, երբ որ ես նկարահանվում էի, սկսեցի նկարահանվել, ես վստահ եմ, որ համ իմ ընկերներից ես չեմ նեղանում ոչ մեկից, որովհետև իրանք ռեալ են դատել այդ պահին, համ ոչ ընկերներից, ինստիտուտում էլ, մի խոսքով այդպես լիքը մարդ, նույն այդ կայարան հեռուստասերիալի ժամանակ, լիքը մարդ ասել է, ասենք, որ այստեղ շատ վատն է, ես ինքս եմ ասում, որ է շատ վատ, ես հում եմ եղել, ես ինչ-որ տենց չեմ էլ կարողացել ինչ-որ բաներ անել, ու ես չեմ ասում, դե հիմա տենց այդ եմ կարողացել այդ եմ անել, չէ, ես ընդունում եմ, բայց այդ կարծիքները այնքան շատ են եղել այդ քո ասած այդ hate-ը, որ տենց շատ են ասել ու ես շատ եմ լսել իմ հասցին, որ սերիալի դերասանը, սերիալի այդ 2 տարի երբ որ ես այդ ամենը լսել եմ, երբ որ պետք է ավարտեինք, դիպլոմային ներկայացում էինք անում, ես ինքս իմ առաջ sense մի հատ խնդիր էի դրել, որ պետք է ոնց որ հաղթարեի, նպատակ ունեի, ավելի նպատակ էի դրել, որ պետք է նենց անեմ, որ երբ որ ես բարձրանամ բեմ կապ չունի ինչ կանեմ, ամեն դեպքում որ այդ 100-ից գոնե 50%-ի մոտ կարողանամ ես կարծիք փոխեմ, ոչ թե իրանց համար ես անում, այլ իմ համար, որ ես իմ հոգու մեջ հանգստություն գտնեմ, որ ես ոնց մտածեի, որ չէ, լավ, ես չեմ թողի այս մասնագիտությունը, գոնե ինչ-որ մի հատ հույս կլինի, որ ես կշարունակեմ։ Իրականում շատ դաժան բան։ Շատ դաժան բան է, շատ։ Ու ես չեմ հասկանում, ռեալ չեմ հասկանում ոչ մի տրամաբանական մակարդակում ինչի է տենց լինում, որ այն մի հատ չհաջողված փորձից հետո վերջ ինքը ընկվում է այդ մարդը որպես վատ դերասան ու վերջ ինքը վատ դերասան է մի հատ մարդը նայեցինք դուրներս չեկավ ինքը վատ դերասան է վերջ բայց գիտես ոնց է որտեղ նայենք պիտի ասենք էսի վատ դերասան է բայց ես մի հատ բան եմ տենց Եվգենի Լեոնով տենց մոտ որ դերասան կա ռուս գիտես Gentleman Udachin նայել ես հա վերջ իմացա հա ինքը տենց գործ ուներ գրած ու տենց կոչվում է նամակ տղայիս, ինքը տենց փոքր նամակներ է բանի ոնց որ դերասանական կյանքի մասին։ Ես մի բիրոց տենց կարդում եմ, ես մի քանի բան կա, որ իր մեջից տենց ես իմ մեջ տենց ֆիքսել եմ ու դրանից նամակներից մեկի մեջ նենց մի հատ լավ բան էր գրած, ասում է մեր օրերում, հələ այն ժամանակ է ինքը ասում է, երբ որ դերասանը վատն է լինում, վատ ինչ որ խաղ է տեսնում կամ ինչ-որ բան, բոլորը մեղադրում են դերասանին, բայց այդ ֆիլմը կամ այդ թատրոնը ու այդ դերասանի կատարած աշխատանքը մենակ Իրանը չի։ Այդ ամբողջական մեծ աշխատանք է։ Երբ որ դերասանը դու նայում ես ֆիլմում, հեռուստասերիալում կամ թատրոնում, որ ասում ես վատն է, դու չես կարա, դու չպետք է ուղղակի ասես դե ինքը վատն է, որովհետև այդ մարդու հետևը կա կանգնած ռեժիսոր, կա կանգնած տեխնիկական մեծ անձնակազմ, թեկուզ կլինի եւ օպերատոր, որովհետև չգիտեմ, կարող է ռեժիսորը կարա ինչ-որ խնդիր տված չլինի, ինքը ճիշտ ընկալած չլինի կամ ինքը ինչ-որ բան շատ անի, ռեժիսորը դա չնկատի, ասի վերջ, նկարված է, հետո ինչ-որ մեկը նայ, ոնց որ քլնգի, sense ասած, ու նույն ձև էլ կարա ռեժիսորը ճիշտ խնդիրը տա, ինքը ճիշտ խնդիրը ստանա, փորձի ընկալի անի, բայց օպերատորը ինչ-որ ասած մոտ նենց ռակուրսից այդ ամեն ինչը նկարի, որ ասած մի քիչ ուրիշ ձև ընկալվի, նայեն ասեն, հա դե լավ, օրինակ ասենք աչքերը չերևած, դել չէ լավը, չէր միմիկան էս չէր, այն չէր, լավ չխաղաց։ Այդ շատ sense մի հատ ընդհանուր կատարած աշխատանք է, էլի։ Դա իդեմ ասում ցանկացած օղակ, եթե ձայնը ասենք թատրոնում լույսը, հա, լուսավորիկը վատ աշխատեց հարամա լինում, զուգը վատ աշխատեց հարամա լինում, չգիտեմ, ֆիլմերում, սերիալներում մոնտաժողը, ինչ ասես կարան անեն մարդիկ, ամենահանճարեղ բանը նկարեն, եթե գնաց դա հասավ մոնտաժի ու վատ աշխատեցին վրան, դա կարա դառնա այն ամենավատ խայտարակ երևույթը, որը մարդիկ ես չեմ արդարացում, ասում մենք շատ լավն ենք ամենտեղ, տենց բոլորը մնացած են մեղրոկի, ես այդ ասում եմ, որ այդ միշտ իրոք տենց է։ Նու բարձ ասենք որ տեսնում ես
ասենք դերասանը որ վատն է, դա փաստ է, դու այսինքն դու տեսնում ես դա, բայց կան դեպքեր, երբ որ դու տեսնում ես, մի քիչ հասկանում ես, որ ասենք լավն է, բայց օրինակ սցենարն է կաղում, չգիտեմ, կամ ինչ որ մի խոսքով լիքը այլ բաներ էլի, այտենց լիքը բաներ կա, որ նյուանսներ կա էլի։ Ընդհանուր Վարուժի ասած նրա մասին, որ ինքը թե թատրոնը, թե ֆիլմ արտադրությունը ինքը կոլեկտիվ է, աշխատանք է։ Այո, միանշանակ։ Ես սխալ եմ եղադրել մենակ դերասանին։ Հա, օրինակ Չեմ արդարացնում ես էլի, ուղղակի տենց է։ Թե արդարացնելը չի։ Օրինակ նա, եթե ես վերցնում եմ իմ վրա, օքեյ, եթե ես ռեժիսոր եմ, բեմադրում եմ ներկայացում ու դե ընտրում եմ, չէ՞։ Դες վերևից մեկ էլ, չգիտեմ, գալիս է, որ հենց այս մարդը ընտրում ես։ Ու ընտրել եմ, ասենք, X Մարգարյան Վարուժին, որ պիտի մոտ խաղա։ Ես նայում եմ Մարգարյան Վարուժը, չեմ հավանում իրան, չէ՞, լավ չի ստացվում հիմա, այս մի դերը չի ստացվում կամ առասարակ չի ստացվում, ու իդեպ տենց էր արել, որ որևէ դեր ու շատ դեր կան մարդու մոտ չստացվեն, տարբեր է էլի մարդկանց մոտ։ Բայց ես մեկը ասում եմ, հա, լավ է, օքեյ է, թող Վարուժը խաղա։ Այդ դեպքում ըստիս ես եմ մեղավորը միայն։ Իմ սխալն է, ոչ թե քո։ Որովհետև դե ես եմ այդ ամեն, դու խաղալուց կողքից չես տենում ու չես կարող ռեալ քեզ գնահատես։ Կա տենց բան։ Չէ, շատ դաժան մինուսներ կա այս ամեն ինչի մեջ։ Նոր բան եմ ուզում ասի, բայց մտքից թելավ գիտես։ Մի անգամ գիտես ինչ հետաքրքիր բան կա, այս հարցազրույցի ժամանակ եմ այդ միտքը լսել, ու սենց շատ ճիշտ էր ինքը, շատ ճիշտ ինձ թվաց ու միևնույն ժամանակ տխրեցի, որ այդքան ճիշտ է այդ միտքը, որ մեր մասնագիտությունը այն երևի կարելի ասել քիչ կամ միակ մասնագիտություններից է, որ երկու շաբաթում դու կարաս դառնաս բոլորի համար, չգիտեմ ով, որ սիրվես, բոլորը քեզ ուզենան ծանոթանան, շփվեն ու դաժե երկու շաբաթում էլ չէ, ավելի քիչ ժամանակահատվածում դու կարաս դառնաս ոչ մեկ։ Այո։ Անշնորհակալ մասնագիտություն է ժողովուրդ չէ։ Ես ու Վարուժը այսօր հավաքվել ենք մեր դարբերից խոսենք։ Աչի օրինակ տես օրինակ այդ նույն մասնագիտ ինքը քո կյանքի որակի վրա էլ է ազդում, քո առօրյայի վրա էլ ազդում։ Օրինակ լիքը մարդ, ովքեր որ ինձ չեն ճանաչում, շատ եմ լսել, չգիտեմ ինչից է, դենց էլ չի որ ասեմ, դենց ինչ-որ դեր եմ խաղացել, որ դրանից կարելի է տենց ենթադրել։ Լիքը մարդ ինձ առօրյայում մտա, որ ինձ չի ճանաչում, մտածում եմ, որ ես տենց քիթս բարձր գոռոզ մարդ եմ։ Բայց նա դու ինձ ճանաչում ես։ Ճիշտ է, այդ 100%։ Լուրջ է, որ տենց տպավորություն է շատերի մոտ ստեղծվում, բայց ես չեմ պատկերացնում, չեմ հասկանում ինչից է։ Նրանից է կարող է որ օրինակ ես տենց շատ կարող է շատ չխոսամ այն մարդկանց հետ, ում հետ տենց այդքան ծանոթ չեմ, քիչ լուր լինեմ, բայց ինչ որ տենց Այդ եմ ասում, բայց այդ գիտես ոնց է, դու կարող ես դրա մասին չիմանաս, բայց ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի հասարակություն, քո մասին զզվում է։ Հա, քեզին զզվում է, բայց դու չգիտես ինչի, ուրեմն մտածում ես, որ դու վատն ես, որ դու սենց ես, մի օր դու լսում ես այդ, ու դու հասկանում ես, որ այս կոնտրաստ մասնագիտության պտուղներն է, հիմա այդ է, կամ պետք է Ես մոտավորապես դրա տրամաբանությունը կարող եմ ասեմ ինչից է։ Նու իմ ենթադրություններով մարդիկ նախ ոչ թե դու ես հիմնականում քեզ տենց պահում, այլ մարդիկ են քեզ տենց պատկերացնում ու իրաց պատկերացումների պատճառով սկսում են տենց վերաբերվել, որ դու գոռոզ ես։ Ու երկրորդը վերջում զարմանում են, չէ՞, դու տենց չէիր։ Հա, ինձ էլ անկեղծ եմ ասում շատ, երևի մի 20 անգամ տենց մարդիկ եղել են, որ ինձ ասել են այդ արտահայտությունը։ Ու երկրորդը հիմնականում չգիտեմ դա մեր մոտ է, թե առհասարակ աշխարհում է, բայց երբ որ մարդիկ մանավանդ TV պրոյեկտներով որ նկարվում ես ու իրանք քեզ գրեթե ամեն օր էկրաններին տեսնում են, իրանք սկսում են վերաբերվել քեզ ոնց որ ինչ որ ծանոթ ու մտերիմ մարդու։ Ու երբ որ չգիտեմ մտնում են այդ իրանց կարծիքով ծանոթ ու մտերիմ մարդուն, հենց այդպես մտերիմիկ էլ փորձում են գրեն կամ դրսում տեսնում են, ասենք չգիտեմ, «Յա, Վարուժ աղբեր, ոնց ես հələ բան այ նկարվենք ու դու սենց ես լինում»։ Հա, որովհետեւ ասենք ռեալ ցանկացած մարդու կյանքում, որ անծանոթ մեկը մոտենա ու տենց սկսի խոսել, հաստատ բոլորն էլ ինչ որ տենց տարօրինակ ռեակցիա կտան հիմնականում, հա։ Ու դրանից մարդկանց թվում է, որ դու բան ես, գոռոզ ես ու իրանց ջերմությունը չընդունեցիր, այնինչ ուղղակի մի քիչ տենց անսովոր է, էլի, այնպես չի մենք առավոտից երեկո տենց մեր համար սովորական չի դառնում այդ երևույթը։ Գիտես ինչ էր, ես կամ որ գրում են տենց տարբեր, հալա արի աղբերս մի հատ բան հարցնեմ, էլի քեզ լսի բաս։ Ինչ որ սենց գրում են ու ունես տպավորություն, ոնց որ այդ մարդուն 10 տարիա ճանաչում ես նենցա գրել։ Այս երկու տարվա ընթացքում դե միշտ դու տեսել ես, չէ՞, ասած շատերն էլ տեսել են, թե ես ոնց եմ ասենք ուրախանում, քեֆ անում, ես որ գնում եմ մի քեֆի հերախս դնում, մի կողմ սկսում եմ քեֆ անել։ Ես ականատես եղել եմ։ Գոնե մի անգամ շատ լավ։ Ինչ որ մի ժամանակ կար, որ երբ որ ես գնում էի տենց քեֆի, ու տենց ուրախանում էի,
Ես չեմ տես այդ նույն ամենը, ես այդ նույնը չեմ մտածում, այսինքն դե ես մարդ եմ, հասկացանք, հիմա դերասանի կյանքն եմ ընտրել, բայց ես ուզում եմ ապրեմ իմ կյանքը, ես չեմ ուզում հասարակության համար ապրեմ, այսինքն եթե ես դերասան եմ, ես պետք է ինձ ծանր պահեմ, նստեմ, բան, չգիտեմ, չուրախանամ, չծախսեմ էներգիան։ Ես այդ ամեն ինչը անում եի ու ինչ որ տևական ժամանակ ես ասենք զարթնում էի հաջորդ օրը, մտնում էի Instagram, մտնում էի ստենում էի ինչ որ տես բոլորը ինձ ինչ որ տես ընկերներ, ծանոթ անծանոթ ինչ որ գցում եմ, թե ոնց եմ ես պարում ես անում ու սպայտակ եմ որ նեղվում էլի, ասում էի դե լավ ես խեն գցել, որ շատ sense ինչ որ տհաճ բաներ էլի, որ տես ուղակի սա գցում էի, ինչ որ օր եկավ, ասի գցում եք մեկը սաղ բոլորը իմ մասին տենց եմ մտածում ու ես ինքս արդեն հասկացա որ ես տենց եմ, ինչ եմ էլ այդ ամեն ինչը պահում մեկը բոլորը արդեն կոպիտ ասած ոնց որ իմ հաշվին տենց ցույց են տալիս որ տիպա այս մարդը սենց է, դենա ես էլ ցույց կտամ, որտեվ ես իրոք տենց եմ ու թաքցնելու բան չունեմ ու այդ է, ուզում ես ուզի, չես ուզում ուզի։ Իսկ պատասխանատվությանը ոնց ես վերաբերվում այդ հանրության կողմից, այսպես ասած, թելադրվող։ Դե պատասխանատվությունն է, կրում եմ ես իմ արարքների առաջ, ու ես վատ բան ինչ որ չեմ անում։ Վատ բաներ չի։ Խոսքս ոչ թե վատ բաների մասին է, դե պարզ է, չգիտեմ, հա, ասենք փողոցում հարբեցողությամբ զբաղվելու մասին չի խոսքը, չէ։ Ասենք դե տենց բան կա, չէ՞ որ դերասան ես, ոնց ես քեզ պահում, սաղ ճանաչում են, ես ոնց ես հագնվել, ես ոնց ես քայլում, ես ոնց ես խոսում, բան, ես ինչ արտահայտություն արեցիր հարցազրույցի ժամանակ կա չէ՞ տան դեպքում վերաբերմունքը։ Հա, կա այդ վերաբերմունքը, դրա համար տենց բայց չեմ մտածում ունենք ես շատ ժամանակ այդ պատասխանատվության մասին, որովհետև ես փորձում լինեմ նենցը ոնց ես կամ, որովհետև նա եթե ես մտածեմ շատ այդ պատասխանատվության մասին ու շատ մտածեմ հասարակության այդ կարծիքների մասին, դու ասես թե ոնց ես քեզ սպանված ես, ինչ անեմ, ես կարող շատ բան չանեմ, բայց ես չեմ ուզում չանեմ այդ, որովհետև ես նույն հաջողությամբ ոնց ընտրել եմ դերասանի մասնագիտությունը, ես նաև ընտրել եմ իմ այս կյանքը, որ ես ուզում եմ ուղղակի տենց ապրեմ։ Այսինքն ես չէ, թե ես ընտրել եմ դերասանի կյանքը, բնականաբար կան ինչ որ բաներ, որոնք զոհաբերում ես, կան բաներ, որոնցից որ հրաժարվում ես, որովհետև դու դերասան ես, որոնք որ չես կարող շատ ժամանակ անես, բայց նույն այդ սովորական տարական այդ քեֆը, որ անում ես, որ բոլորը անում են, դա նորմալ է։ Ուղղակի ինչ որ ուղղակի վարժին պարածը տեսնում են, որովհետև վարժը ինչ որ չափով հանրային մարդ է, հիմա X մարդունը, չգիտեմ, Պետրոսինը չեն տեսնում, որովհետև Պետրոսը հանրային չի, Պետրոսին չեն նկարում, որ ասենք տեղադրեն Instagram-ում բոլորը տենան, որ Պետրոսը նույն ձև քեֆ անում, ոնց որ վարժն է, եթե ես դերասան եմ, ես իրավունք չունեմ այդ անելու։ Ես կարամ էլի, չգիտեմ, ես կարամ ինչ որտեղ նկարվեմ սեն շոյրով մազես խոզած սեն, ես կարամ դուրս գամ փողոց, լինեմ նենցը, ոնց ես ուզում եմ։ Ես վերջերս դե տենց խոսակցություն ունեցանք ընկերոջս հետ, հիմա չգիտեմ այս պահին հիմա որ մարդիկ նայում են գնում են դա հերոստասերիալը թե չէ, բայց այդ օրինակ հերոստասերիալում զուտ հակուկապի հետ կապված, ասենք այդ հերոստասերիալում տենց նենց էր մենք նենց ենք նկարիչի հետ տենց նստել ենք ռեժիսորի հետ որոշել ենք որ պետք է այսքան ավելի մուգ գույների մեջ լինի, մի խոսքով այնտեղ հակոստային շատ մուգ հագույները, մռայլ բան, ինչ որ ասես լրիվ ուրիշ սանրվածքով, շատ ուրիշ տես մի հատ բան էինք փորձել, կերպարանք էինք փորձել ստանալ ու այս դեպքը որ պատմում եմ, այդ օրը ոնց որ տենց ընկերոջս հետ քայլում ենք կենտրոնի փողոցներից մեկով ու ես տենց իմ սովորության համաձայն ասես շատ լայն տաբատով, ինչ որ ասես կանաչ տենց կեդերով, ասես պանամկով, կանաչ տենց լայն շալվարով, բան խուճուճ մազերով քայլում ենք ու ընկերս կողքից քայլում ասում է որ մարդիկ էլ կողքից դեսենց նայում են, ինչ որ տենց մեկը մեջ կարող ճանաչում են, սենց ընկերս մի հատ շատ իրան հաճելի բան ասեց ու այդ ինձ դուր եկավ որ այդ տենց է, ասեց գիտես, ասեց տենց լավ որ ես մենք սենց քայլում ենք ու ես քեզ սենց նայում եմ դժ կողքից էլ ու դու վարուժը կյանքում ու վարուժը ասենք այդ ասենք հերոսասերիալում շատ տարբեր մարդիկ են, դաժե վիզուալ ու ես ոչ թե դա հատուկ եմ անում, ես պրոստը սիրում եմ տենց, որտեվ դա վարուժն է, ես սիրում եմ տենց հագնում եմ այդ եմ ես, պետք չի ինձ դրա համար քննադատել, ասել, դա ի՞նչ ձև է, տիպ հագնում են, ասեն կինոյում, նույնիսկ դու կարող ասեն դե կինոյում ավելի լավ կողքի հագնում է, բայց ինչ է հագը տեսքը, այդ եմ ես։ Իդեպ շատ գեղեցիկ ես հագնում, ես միշտ դա գնահատել եմ։ Շնորհակալ եմ։ Ես էլ կուզենայի ժողովուրդը ճաշակով լինեի եւ գեղեցիկ հավատա, հավատա ես այդ էինք խոսում, որ 9 տարի առաջ որ դու ինձ տեսնեիր, 9 չէ, դաժե չգիտեմ, մինչև 6 տարի առաջ որ դու ինձ տեսներ, ես շատ ուրիշ ձև էի, էլի հագնում, շատ ուրիշ ձև։ Դե ինչ ժողովուրդի 6 տարի մնաց, ինձ 6 տարի էլ համբերեմ։ Քանի տարեկան ես։ 23։
ապա հավատա 4 տարուց դել sense կհակնվես։ 4 տարի, Ժորժ, 4 տարի ընդամենը անդուրժեք ես իմ։ Ես հիմա ճաշակ։ Ես շատ սիրուն ճաշակով հակնում, sense ես այն ժամանակ ես ոնց էի հակնվում։ Դու հիմա շատ sense ասեմ իմ հետ համեմատած շատ ճաշակով ես, շատ ճաշակով։ Ես այն ժամանակվա շատ, գիտես ոնց էի։ Բարո ինչ էի հակնում։ Sense այսինքն ներ։ Կարող ես պարծիվ կարի հակնում ու չարով։ Չէ, վատ բանով, չէ, պարծիվ չէ, վատ բանով չեմ ասում, գիտի։ Աբիբաս։ Ասենք այսինքն ներ շալվարներ էի հակնում։ Դե հիմա էլ ասենք հիմա էլ ընկերներն եմ որ տենց հակնում, բայց ես sense նկատում հինի այն որ ինչ հիմա եմ հակնում դրա հետ համեմատած շատ sense մեծ է, էլի տարբերությունը skip շալվարներ, keep mic եք բան։ Բայց պահկար որ այդ keep-ներ չէ մոդայիկ։ Ես հիշում եմ որ բոլորով այս ինչ որ sense է որ տակը sense ծալում են որ ավելի keep լինեն։ Շալվար էի առնում, տանում էի ատելի հատուկ sense բանը keep էի դարձնում, որ տենց հակնեմ, որտեվ ինձ թվում էր որ տենց լավ է։ Փոքր ժամանակ ինձ line jeans-եր էին առնում։ Մեր տանը պատերազմ էր տիրում, որովհետև ես ասում եմ ես չեմ հակնելու, ես պետք է պարտադիր keep հակնեմ։ Ես լուրջ եմ ասում գրել նույն պատմությունը, ուղղակի ինձ ես սա քանիսից ասել եմ, որ ինձ հակական տրավմաներ անընդհատ ուղղակի որ ես հիշում եմ, այդ հիմա իմ որ մեծացել եմ, այս տարիների ամենամեծ հիասթափություններից է։ Ուրեմն հաստատ դու 3 տարուց հետո հակնվելու։ Ամենամեծ հիասթափություններից է, ուրեմն երևի ինձ ով հետևում է շատերը գիտեն, որ ես գրեթե ինձ հակուստ չեմ առնում, որովհետև ինձ հակուստ կամ այստեղ են նվիրում կամ արտասահմանի եթե նվեր են ուղարկում, հակուստ են ուղարկում ու դա լինում է շատ անսահման շատ ինձ լիքը չգիտեմ խի բոլոր հա ու ես որ հիշում եմ փոքր ժամանակ հիմա որ հիշում եմ ինչ էին ուղարկում այն որ հիմա գիտես ոնց կհակներ այս շոյերը շատ սիրուն բաներ էին ուղարկում ու ես ասում եի վայ չէ էսի հակնեմ գնամ դպրոց որ ես կղժան ու չէի հակնում ու հիմա ես ասում եմ դեբիլեր ասենք ոնց կարելի է այդ սիրուն շոյերը չհակնել լրիվ համաձայն եմ այդ հա Լավ, խոսեցինք գոռոզությունից, հա, այնտեղ հիշում ես սկզբում հատկանշեցի մի հատ թեմա։ Այ հա, դու որպես գոռոզ դերասան։ Ոնց ես ընդհանրապես ինչ կարծիք ես այդ թեմայից, ոնց են ասում աստղայինը տանել, որ մարդկանց աստղայինը կարա տանի կամ սկսեն մարդիկ իրանց ուրիշ ձև վերաբերվել։ Այ նշեցիր, ես իմ տեսակետը ասեմ, իմ բավ որ նշեցիր ասիր։ Ես ընդհանրապես նախ աշխարհի որ ծայրում է լինի ինչ է ուզում նկարվես էլի չեմ հասկանա միևնույնն է եթե սկսես ուրիշ ձև քեզ վերաբերվել որ տեսակ սենց բայց մանավանդ մեր մոտ ասենք ոնց կարելի է նկարվել որևէ չեմ արժե զրկում մեր երկրում եղածը ընդհանրապես չմտածել մեր մոտ էլ շատ լավ բաներ են նկարվում մասշտաբների մասին եմ ասում հա մասշտաբ փոքր է շատ փոքր ու ինչ տեղի անենում փոքր է այդ արժեզրկման մասին չէ շատ նորմալ է որ իրոք շատ փոքր երկիրով ու որ նայում ես առհասարակ աշխարհում ինչեր է կատարվում ոնց կարելի է այդ ֆոնի վրա մտածել որ ես դեկով եմ ես նայ վերջն եմ չէ անկեղծ չի տեղավորվում իմ տանը ես դու բոլորս ուղղակի սովորական մարդիկ ենք ուղղակի ոնց մյուսները ուղղակի չգիտեմ մենք ընտրել ենք այս մասնագիտությունը X մարդ ընտրել է այն մասնագիտությունը որ դու հասկանաս որ դու պատկերացնես թե ես ոնց եմ վերաբերում այս մասնագիտության ու ես իրոք շատ ցած բան եմ նայում, շատ նորմալ պրիզմլյոններ եմ նայում, մակերեսային եմ նայում, ես չեմ նայում որ տենց ես արդեն սենց ես առավոտյան, քանի որ հիմա ստաբիլ աշխատանք ունեմ, ես առավոտյան աշխատանքի շատ ժամանակ եթե զարթնում եմ ես շուտ, բրտամ նես չի տենց հատուկ եմ շուտ զարթնում եմ, նախաճաշում եմ, պարապում եմ, ես եմ անում լիքը բաներ անում եմ, շատ ժամանակ լինում է ստացվում է նենց, որ ես իջնում եմ կենտրոն իմ աշխատանքի ավտոբուսով Երեկոյան բնականաբար, հա, որտեվ ժամ 8 ժամը, չգիտեմ, բարձրանում եմ, ասենք, տաքսիով, բայց ուզում եմ նենց ունենամ մեքենա, ու պրիտեմ ավտոբուսով իջնում եմ, չի նրա համար, որ տենց չունեմ գումարը տաքսի, չէ, ունեմ, ուղղակի, չգիտեմ, ինչ-որ չափով համ խնայում եմ, համ տենց մտածում եմ, դա հիմա նորմալ է, այսինքն էս ինչ-որ տենց բան չկա, հասկանում ես, ինչ եմ ասում, որ չկա իմ համար, որ տենց եթե ես հանրային մարդ եմ ու մարդիկ ինձ ճանաչում են, այդ չի փոխում ինձ ու այդ մարդուն, ընդամենը տարբերում է մենակ մեր կատարած աշխատանքը։ Ուղղակի ինքը իմ կատարած աշխատանքը տեսնում է, սիրում է, հավանություն է տալիս, հավանություն չի տալիս, ես իրանը չեմ տեսնում, բայց մենք երկուսս էլ նույն շքամուտքում ապրող մարդիկ ենք, որ դա նորմալ է։ Հիմա վաղը օրինակ, չգիտեմ, կնախատեսեմ մեքենայի համար գումար, մեքենան կառնեմ, կամ կնախատեսեմ, որ այդ Ես օրինակ այդ նույն գումարը կարող նախատեսեմ, չգիտեմ, իջնեմ կենտրոն, ասենք նայ որ պատկերացնես, կարող իջնեմ կենտրոն, ավտոբուսով իջնեմ կենտրոն, բայց այդ գումարը նախատեսեմ ինչ որ տեղ նստեմ, լավ տեղ նստեմ, ինչ որ լավ, չգիտեմ, ընտրեմ ու նորմալ դա լինի իմ համար, այսինքն դա լրիվ adekvat բան է իմ համար, հասկանում ես, այդ չի ես չեմ փոխվում դրանից ու ես
ու շատ լավ ասացիր, ու իրոք մեր քաղաքում, մեր քաղաքը, մեր երկիրը այնքան փոքր է, որ պետք չի դա դարձնել ինչ որ տենց երևելի բան, հասկանում ես, նորմալ է։ Գիտես ոնց է, մարդիկ կան, որ ես էլ եմ զգում, այդ նույնը երթուղայինից օգտվել չօգտվելը մենակ մի դեպքում կարող է լինի, որովհետև երբ որ քանի որ մեր հասարակությունը կարող է նայի, կարող ասենք մարդ լինի, մարդը օրինակ ճնշվում է, օրինակ չի սիրում, հա, տես զուտ դրա համար կարող է չօգտվես, դա շատ նորմալ է, որովհետև ես էլ շատ ժամանակ լինում է, տենց կարող է տենց, չգիտեմ, զարթնեմ առօտ ասեմ, դե օրինակ, չգիտեմ, տենց չեմ ուզում որ մարդիկ տենց նայեն, չգիտեմ, ինձ կամ ուշադրություն դարձնեն, չնայած որ ես միշտ ականջակալներով եմ, կարող է այդ օրը, չգիտեմ, որոշեմ, որ պետքա տաքսիով իջնեմ, այսինքն ես հասկանում նաև դրա այդ կողմը, եթե դու այդ կողմով ես նայում, որ իրոք այդ հասարակության այդ այն էներգիան այդ հայացքներն է քեզ ճնշում, որ կարող է, չգիտեմ, մոտիկանան, տենց քեզ կպնեն, որից դու որ սենց կլինես, քո ասած կներվես, որովհետև մի հատ էլ իրան կմտածեն, բխես, քեզ սենց գորոսպամ։ Այդ լրիվ նորմալ է։ Այդ ավտոբուսի թեմայով ուզում եի հետաքրքիր բան պատմեի։ Երբ որ ես ուսանող էի ու ամեն առավոտ եւ երեկոյան դասի գնում գալիս էի ավտոբուսով, լուրջ եմ ասում, այդ չգիտեմ 40-50 րոպեն, որ ես ավտոբուսի մեջ էի, իմ ամենասիրելի պահերն էին օրվա մեջ։ Որովհետև այդ 40-50 րոպեն այդ օրվա մեջ այն երկու տենց պահներ, ոնց որ իմ համար ընդմիջում լիներ, որ ես կարա արկային նստեի ու ոչ մի բանի մասին չմտածեի, ոչ մի տեղ չէի շտապում, որովհետև մեկ ավտոբուսի մեջ եմ, երբ հասնի, ու ես անջատվում էի կամ լրիվ անջատվում էի կամ որևէ բանի մասին էի մտածում ու պատկերացնում ու երաժշտություն էի լսում։ Հիմա շատ տխրում եմ, որ չեմ կարող տենց անեմ, որովհետև ոնց որ դու նշեցիր, ես առանց այդ էլ նույնիսկ որ դրսում ինձ մոտենում են ու սկսում են խոսալ կամ թեկուզ ասում են նկարվել, ես նեղվում եմ ու կոմպլեքսավորվում եմ ու սկսում եմ ամաչել դրանից, իսկ այդ ավտոբուսի մեջ փակ տալու որ ես չեմ կարող դուրս գամ, տենց սկսում են եղել է միջադեպեր, որ խոսում են, բան, անկեղծ հիմա էլի կմտածեն բան։ Չեն մտածի, հավատա, դրա մեջ ոչ մի բան չկա, ինձ հաճելի է ուղղակի շփվող մարդ եմ ես շատ, բայց մեկը ու ես կոմպլեքսավորվում եմ, ահա որ փակվում եմ, ամաչում եմ, ու չասես մի պիատնի վիճակ է իմ մոտ։ Դե հիմա ես այդ օրինակը բերեցի նրա համար, որ դրա կա այն վատ կողմի մասին եմ ասում, կար ավտոբուսին կրանք լրիվ ուրիշ բան, նույն դրա համար եմ ասում, դրա համար այդ մեղեդինը ասեցի, որովհետև ասում եմ կան բաներ, որ պետք է ուղղակի ինձ շատ նորմալ դու adekvat վերաբերվես դրան, ասում եմ, տես դու կա մարդ, որ չգիտեմ, զուտ սիրում է, ասենք ավելի կոմֆորտ կապ չունի մասնագիտությունը, կարող ասենք մարդ ուրիշ մասնագիտության մարդ լինի, զուտ էլի չօգտվի այդ երթուղային տաքսիներից, որովհետև մի քիչ ուրիշ տեսակի մարդ է, ինքը մի քիչ ուրիշ կոմֆորտ է սիրում, դա լրիվ նորմալ է։ Նկատի ունեմ տենց բաներից պետք չի մարդկանց վրա, ասենք, պետք չի պիտակավորել մարդուն, հասկանու՞մ ես, պետք չի պիտակավորել ինչ որ, այդ շատ լավ բառ է իրոք։ Պետք չի ինչ որ գնացած տեղով կամ արած դրածով դու իրան պիտակավորել կամ հակու կապով պիտակավորես։ Եթե ես չգիտեմ, հագնում եմ եթե նույնը ես հագնում եմ, ասենք, լայն սպիտակ շալվար ու կողքից 4 իմ ընկերները, ասենք, լրիվ ուրիշ մասնագիտության մոտիկ ընկերները մարդիկ են դրսում լրիվ ուրիշ, չգիտեմ, ուրիշ մտածելակերպի բնականաբար ինձանից տարբերվող մարդիկ են, դա չի նշանակում, որ ես եթե լայն ջինսով եմ, լայն սպիտակ ջինսով եմ, իրանք տենց, չգիտեմ, նեղ շալվարներով են, սև, իրանք ուրեմն տենց ուրիշ տեսակի մարդիկ են, ես ուրիշ, там իրանք եթե ինչ որ մեկը բան ասի, թու խոսք ասի, իրանք ասենք այդ դիմացինի հարցերը կլուծեն, կամ որ ինձ ասեն, ես գլուխս կախելու եմ, ասեմ դե վсё լավ, ես քանի որ սենց եմ, դե հələ մեծ հակածս նայ, ես քեզ լոխ եմ ժողովուրդ։ Ես քեզ ինչ կարամ ասեմ, հələ հակածս նայ, ասելու նե, ասենք ես ինքս ինձ հայլո առաջ կասեի, ասեի մտ նորմալ հակնվի, ասենք էլի։ Նմանատիպ միջադեպերից իմ համար ամենատարօրինակը այն է, որ շատ է լինում, որ չգիտեմ, ասենք որևէ բարեկամի տուն եմ գնում կամ ընկերոջս, չգիտեմ, փոքր աղբերը կամ ինչ որ հորաքույրը, մեկ էլ տեսնում է ինձ, ասենք ինչ որ անձնավորության ընկերոջս, ու ասենց ոնց դու ճանաչում ես իրան, ու ես մտածում եմ, բայց ի՞նչ կարող է զարմանալու, դիպո այդ պարտիկ պատկերացնում են, մենք բան ենք, ծանոթ ոչ մեկ չի ճանաչում, մեզ առավոտը ելնում ենք, նստում ենք ինչ որ միտեղ, ասենց սպասում ենք մինչև օրը վերջանա եւ քնում ենք։ Ոչ մեկի չէ շփում բացի տնեցիկից։ Չէ, շատ իրոք շատ այնց բաներ կա այդ գոռոզության հետ կապված, շատ ու գիտես ամեն ինչն է, ես էս վերջերս էի ինտերնետից հետ էի խոսում, որ ասում եմ, այդ աշխարհում է ընդունված բան է, որ երբ որ դու հիշում ես միշտ, թե դու ինչից ես սկսել ու որտեղից ես սկսել, այդ քեզ չի թողում, որ դու փոխվես։ Այսինքն ես շատ ուրախ եմ, որ ես ունեմ ու ես շփվում ու ընկերություն եմ անում իմ այն ընկերների հետ, ում հետ ես եղել եմ դպրոցական տարիներին, ում հետ ես եղել եմ լիքը տարբեր տեղերում, այսինքն իմ այս կատարած աշխատանքը, այս իմ մասնագիտությունը չի փոխել իմ շրջապատը, ավելացրել է իմ շրջապատը, շատացել են մարդիկ, ում հետ որ ես ընկերություն եմ անում, մի քանի մարդ կա, որ ես ասում իրենք իմ ընկերներն են այս մասնագիտության մեջ, բայց
ես այն մարդկանց դրանով չեմ ուրացել ու չեմ մոռացել։ Երբ որ ես վերջացնում եմ աշխատանքը, ես զանգում իրանցից մեկին, ասում եմ կարողա տեսնենք իրար, ես իրանց հետ եմ տեսնվում, նստում, սրճում, խոսում, զրուցում ու ոչ իմ մասնագիտությունից իրանք կամ թեկուզ իմ առօրյայից են հարցնում ոնց անցել իմ աշխատանքը, ֆիլմը, ես իրանց աշխատանքից ու այդ չի թողում, որ ես փոխվում, որովհետեւ ես հիշում եմ, որ ես նույն վարուժն եմ, նույն այս մարդկանց կողքը եղած մարդն եմ։ Մի բնականաբար սուտ է, որ ասես չի փոխվում, որովհետեւ այդ քեզ ուղված հայացքները հաճելի են թվում ու փոքրինչ ուրիշ ձև ես քեզ զգում հասարակության մեջ նույն այդ սրճարանում նստած, բայց մեկը դու տեսակով չես փոխվում, ու այդ լավ է։ Իսկ փոխվող մարդիկ ես այդ շատ նկատելի է դառնում, որովհետեւ դու երբ որ ինչ որ մի հատ X մարդու դու ճանապարհ ես անցնում ու դու հասկանում ես, որ այդ մարդը գնալով արդեն վերաբերմունք է փոխում, ինչ որ այդ նույն այդ հայացքները իրան տենց արդեն բան են թվում, որ ինքը տենց ինքը տենց շատ են իրան ճանաչում, բան ինքը կարա էս չանի, կամ ասենք դե չէ, բան կամ ասենք նույն այդ տես, որ ես քեֆ եմ անում, ասենք ասեն դե լավ դե այսքան մարդ ճանաչում ա որ հելն եմ քեֆ անում, չէ, հա շատ մի երկու հոգի, որ նաև անում են, ասենք ես իմ քեֆը նկարեն հաջորդ օր ասենք ես TikTok չունեմ, ասենք մտնեմ ինչ որ ընկերներս ասեն ապելնա ես դու ես երեք, ասում եմ հա ու ծիծաղում ամ անցնում ա, բայց ես նենց չի եթե ես տեսնում եմ հաջորդ քեֆին ասում դե լավ, վсё, ես արդեն վсё, ես ինձ ճանաչում են, չէ, կան բաներ, հա, պետքա զսպվածություն լինի, բայց եթե ես վատ բան չեմ անում, ոչ մեկին չեմ ցավացնում այդ իմ արածով, չեմ նեղացնում, չեմ ինչ որ լկտիություն չեմ անում, ես դա մեկը անելու եմ հիմա, անելու եմ 10 տարուց։ Վարուժ, վերջերս նկարահանվել ես, ավարտել եք, չէ՞, նկարահանները Վենդետա հեռուստասերիալում։ Ես մենք խափեմ որ ասեմ նայել եմ հեռուստասերիալը սկզբից, բայց շատ հետաքրքիր եւ բարդ եւ հավես դրվագներ տեսել եմ քեզնով ու ասեմ որ շատ դրամատիկ ու բարդ կերպար է, չէ՞։ Համաձայն ես երևի ոնց ես, այսպես ասած ոնց որ մենք ենք ասում մեր ոլորտում տակից դուրս գալիս։ Տակից դուրս եկել։ Երբ որ նա ես նախ ես 2 տարի չէի նկարահանվել, ես որոշել եմ որ պետք է դաթարը պահեմ, այս դաթարի ընթացքում թե կարդալով, թե նայելով, թե տարբեր մարդկանց հետ շփվելով լիքը բաներ եմ սովորել, որովհետև դա մեր մասնագիտությունը մարդկանց ուսումնասիրելն է, չի, ու ես այդ ինչը որ հավաքել եմ իմ մեջ, ինձ թվում է այդ ամեն ինչը ուղղակի օգնեց, որ ես 2 տարի հետո ներկայանամ այս ձևով։ Ու ի սկզբանե երբ որ ես սցենարը կարդացել եմ, ինչև սցենարը կարդալն ես անկեղծ կլինեմ, ես հրաժարվել եմ պրոյեկտից, որովհետև երբ որ ինձ զանգեց ընկերս ասեց սենց այս ժանրի ուզում ենք ֆիլմ նկարենք կուզես, ես ուղղակի տենց այդ երևի շատ չնկարվելն էր այդ բան, այդ շատ չնկարվելն էր այդ բան ազդեցություն ունեցավ որ այս էմոցիայի որ տակ ընկած ասեցի տենց դե չէ, չեմ ուզում, չգիտեմ, որովհետև երևի թե վախում էի, մանավանդ ժանրից, որ չէի ներկայացել այդ ժանրում։ Հետո անցավ էլի տևական ժամանակ, դեռ կաստինգը շարունակվում էր, հետո էլի տենց էլի զրույց ունեցանք։ Ես գնացի արդեն սցենարի հետ որ ծանոթացա, ծանոթանալուց հետո էլ ես տենց զանգեցի, ասեցի չեմ պատկերացնում ես ոնց պետք է լինի, ես չգիտեմ ես ոնց է պետք թե խաղալ թե ոնց է նկարահանվել այս ամեն ինչը ոնց է լինելու տենց հետո մի օրվա ընթացքում երբ որ ընկերների մի քանի ընկերներից հետ խոսացի ասին մի խոսքով ուղակի տենց կենտրոնացի տրամադրվի ու լավ կլինի ես մինչև նկարահանումների սկսելը այ տենց էտել է երևի այս ժամանակը որ ասում էինք որ սկզբում խոսում էինք որ ասում էինք ոնց է վերաբերմունք սա փոխել մասնագիտությունս այնքանով որ ես մինչև առաջին օրվա նկարահանում գնալը գիտես ինչ էր սենց ամեն օր ամեն գիշեր ու ամեն պահի ես տաքսի մեջ որ գիշերը գնում էի տուն ես կարդացած տեսարանները սենց գլխիս մեջ անդադ կրկնում էի ու ես փորձում էի հասկանալ թե ես ինչ էմոցիաներ եմ այդ պահին ապրում նույն ատելությունը ու այդ 20 րոպեն ճանապարհի ես ինքս ինձ բռնում էի, որ իմ դեմքի միմիկաները փոխվում այդ ատելությունից, տարբեր ձևով, ու ես փորձում էի այդ միմիկաները ուղղակի սր մտքումս տենց վերհիշեի, մտապահեի, պատկերացնում եք խեղճ տաքսիստի վիճակը, Վարուժի դեմքին անայել մեկ այդ բանը։ Որ ես կարողանա հետո իրան օգտագործել, հետո տենց մի հատ հետաքրքիր բան էլ եղավ, որ նա ունեի
դերակատարուհին մեր ընկերն է, ընկերոջ կինը Լիլիթը մի օր տենց սպարկած մտածում եմ ինչ անեմ լավ է կերպարի հետ կապված ասենք ոնց կարա ինքը վերաբերվի այդ աղջկան sense նայ ինքը դե բնականաբար դու ես դերասան դու գիտես ինչ որ գրված է դա խաղալը մի քիչ նու դու ուզում ես, չէ՞, ասես քոնը բերես, չէ՞, ասես դու ինքը ուղղակի դες մատերիալ է, օրինակ ես դու մի գիրք կարդանք, դու կերպարին լրիվ ուրիշ ձև կպատկերացնես աչք տարած, ես ուրիշ ձև, չէ՞, ու լրիվ ուրիշ ձև ես, այսինքն հետո է որ դու քո պատկերացրածը պատմես ես էլ իմը կարող է գրքինի հետ ընդհանրապես կապ չունենա։ Հիմա մոտորը այտենց բան է ես ուզում ստանալ, որովհետեւ ուզում եմ որ իմը լինի ինքը։ Ու որսից մտածում եմ թե ասում լավ ոնց կարա սիրի, ինչ կարա լինի, որ վերաբերմունքը այդ սերը ցույց տամ նանի նկատմամբ Լիլան գրում ժամ էլի արդեն ասում եմ գրում եմ Լիլ Instagram-ում քնած չէ գրում ասում ինձ քո նկարներից է պետք մի հատ բայց ես պետք է այդ նկարը անպայման 100 նկարած լինի արս Լիլոս հայ ոբշի կուղակեմ բան ու ես ինչ էի խորացել որ ինձ պետք է մտ նկար որ դե իրանք ամուսիններ են, ինձ պետք է նկար, որ 100-ը ասենք հեռախոսով նկարած կլինի իրար, իսկ այդ արդեն խոսա այն մասին, որ այդ նկարը կլինի նկարը դից սիրո մասին ու ես ոնց որ կգողանամ այդ փոքր դրվագ իրանց կյանքից կդարձնեմ իմը այդ նկարը ու ես տենց էլ արեցի բնականաբար ես այդ նկարը վերցրեցի տարածից փուճուր պալարոյից ցակեցի ու ես այդ կաշվից բաճկոն եմ հագնում այդ ֆիլմի մեջ այդ գրպանս էի միշտ պահում այդ նկարը որ եթե դաժե այսինքն ինքը պայտա գերևելի չէ լինում ես ինչ-որ կային տեսարաններ որ ուզում sense որ դու տանում ես ձեռը որ տանում ես գրպանը չգիտեմ ես տանեմ ձեռքս գրպանս կպնեմ ինչ-որ չգիտեմ քարտի կամ ինչ-որ նկարի բան հենց այդ բանը ինչ-որ մտ էմոցիա ապրում ես չէ ըհը մտքում աչքիդ մեջ արդեն տեսնում ինչ-որ բան ես մտածում չէ ըհը քարտս է ու երբ որ sense ես մտածում եմ որ երբ որ ես ձեռք կտանեմ ասենք զուտ այդ նկարին կկպնեմ արդեն կհիշես որ ում նկարն է ինչ նկար է ու ինչ-որ էմոցիա կգա Այսպես մի խոսքով sense խորացել է, այտենց է որ sense որոշելի պետք է sense որ այտենց պատեմ sense ամեն կարգի որ ասում եմ լավ շատ է արդեն խորացել արդեն երիկը, բայց sense որոշելի պետք է sense քրքրեմ, որովհետև մանրամասն տեսարաններ էլ կա, որ շատ էմոցիոնալ էր։ Իսկ այդ էմոցիոնալ տեսարանների ժամանակ ես մեր ռեժիսորին դու մտ որ շատ լավ հարաբերությունների մեջ ենք, այտենց ընկերություն ենք անում, ասի մեր ասին խնդրեմ օգի ժամանակ տաս, դրան որ ես իրոք պետք է էլի ոնց որ գնամ կենտրոնամ որովհետև նայ ուրիշ բան ասենք հա ես չգիտեմ իհարկե կլիներ թե չէ բայց ուրիշ բան է երբ որ տեսան նկարես գան ինչ որ մտած լուր ասեն վատ խաղաս ամեն դեպքում տենց չգիտեմ կարող է կան մարդիկ կարող է աշխարհում կան իրոք մարդիկ որ տենց տեխնիկապես իրանք իրոք կարող են այդ ամեն ինչը շատ մի անգամից այդ ստանան բայց բնականաբար այդ կենտրոնացումը պետք է։ Ուղղակի ամբողջ աշխարհում ինչով է տարբերվում, որ մինչև այդ օրվա նկարանումը հասած իրանք այնքան ժամանակ ունեն, որ իրանք արդեն գիտեն ինչ պետք է այդ օրը խաղան։ Մեր մոտ քանի որ այդքան էլ տենց չի, ժամանակ ունենում են, բայց մեկ է, այդ պայնել է ինչ որ ժամանակ պետք է ամեն դեպքում։ Ու ես տենց ամենայն բարդ կտորներից էր, որ դիմանոն շատ է կտորնել էս փոթաթվում, որ տենց գալիս են ասում են, տիպը նանն էլ չկա, բա որ դե կինը մահացել է, այս տեսանի համար գնացել է, կեժամ առանձնացել ու ես ամբողջ այդ ընթացքում փորձում էի դե բնականաբար 30 տարեկան եմ հաստատ սիրած աղջիկ ունեցած այսքան ժամանակ կլինեմ ընկերել ունեցած կլինեմ ու ինչ որ տես մեկի տես վերցել էի որպես ինձ օրինակ իմ սիրած մարդկանցից մեկին ու ես անդադար մտքումս պատտում էի այն միտքը որ եթե հիմա ինձ գան ասեմ որ ինքը այսինքն ոչ թե տենց sense ես իրան իմ աչքի առաջ պատկերացել բայց փորձեցի իր հանդեպ զգացածը sense բերեմ հասցնեմ նրան որ ես ինչը կզգամ ստեղ էս ֆիլմում ասենք նանի այդ լիիթյանը որ այդ անունը զուտ տան ու sense մի անգամից սկսի այդ աշխատել ու թե ոնց ստացվեց այդ ես չեմ կարա ասեմ չէ շատ լավ է ամեն դեպքում այնքան ինչքանը որ ես տեսել եմ կարծում եմ այդքան քո խորանալը եւ պրպտելը ոնց որ դու ես ասում իր արդյունքը տվել է որովհետեւ շատ հետաքրքիր շատ ստացված էր ամեն դեպքում չեմ ուզում տենց լայն կարծիք հայտնեմ որովհետեւ իրավունք չունեմ չեմ նայել ընդհանուր պրոյեկտը բայց ինչը որ տեսել եմ շատ եմ հավանել մի հատ սենց հարց որը տենց նշեցիր ես պիտի հարցնեի բայց մոռացել էի 2 տարի ո՞ր նախնդիր է եղել չես ուզել ուղղակի երևաս որևէ տեղ երբ որ գիտես ինչ ես շատ վաղուց այդ 2 տարուց էլ տենց առաջացել որ ես նոր սկսել էի նկարանվել ես իմ առաջ տենց նպատակ էի դրել մի քանի տենց երևի 2 կամ 3 հեռուստասերիալ հետո որ ես
նայ, քանի որ դա մեր կատարած աշխատանքն է, չէ՞, մենք չունենք ուրիշ ապրոստի միջոց։ Երբ որ քեզ գալիս են ունեք առաջարկ են անում, ասում են կուզես նկարահանես այս հեռուստասերիալում կամ այս հեռուստասերիալում ու երբ որ դու չես ունենում այդ բային ապրոստի միջոց, դու ինստինկտիվորեն ասում ես հա, կամ եթե ասում ես չէ, շատ դժվար է ասում չէ, կամ եթե ասում ես հա, բնականաբար կամ բաներ կամ պայմաններ, որոնք դու կուզես առաջադրես, բայց չես կարողանում ասես, որովհետև դու այս բանին զիջող ես, որովհետև դու չունես աշխատանք։ Իսկ դա պետք է ապրես։ Մեծ խնդիր է, դիմա, մեր աշխատանքն է սենց, այսինքն չկա մշտական աշխատանք չի, կամ կա կամ չկա։ Ու ես իմ առաջ նպատակ էի դրել, որ ես ու ցանկությունն էր շատ մեծ, որ ես փորձեմ ունենալ նենց ապրոստի միջոց ստեղծեմ իմ համար, ստաբիլություն ունենամ, որ ես կարողանամ մարդկանց ասել չէ, որ ես կարողանամ ես ընտրեմ, որտեղ եմ ես ուզում նկարահանվել, որտեղ չէ, որովհետև այդ ամենը շատ մեծ նշանակություն ունի այս գործում, որովհետև դու հանգստանում ես, քո միտքը ազատ է լինում, դու կարողանում ես խորանաս այն ամենից, ինչը որ ես նոր ասեցի, որովհետև եթե ես անդադ լարված լինեմ ու ես մտածեմ թե ես ոնց պետք է ապրեմ, ոնց պետք է գումար հայթայթեմ կամ գումար աշխատեմ, որտեղ ես գումար աշխատեմ 2 կոպեկ, որ ես կարողանամ տուն պահեմ կամ չգիտեմ ինչ-որ մի բան ավելի ինձ թույլ տամ, այդ ամենը կխանգարի, որ ես այս մասնագիտությանը ինչ որ պետք է, որ ես կարողանամ դա անեմ, որովհետև կամ կգժվեմ, կամ մաքսիմում որ տես կսպարվես, կհյուծվես, տես չես լինի ուղղակի։ Ուղղակի 2 տարի առաջ տես երբ որ իմ ընկերները, 2 ընկերներս, որ ընկերություն հիմնեցին, ես ասացի, գիտեք, որ նայես, ես շատ որ ասած ասում ադուշի պատմեմ, ասի, մի օր ասած ուղղակի, ես ասած ուղղակի այդ բանը ասած հիշում, ասած քայլում էի Թումանյանով, մեր այդ ընկերությունն էլ ինձ Թումանյանի վրա, ասած եկա մտա, ասի տղերք, գործ եմ ուզում, ասի նոպա ինչ գործ, ասի չգիտեմ, ինչ գործ ես կարամ անեմ ըստ ձեզ, մի բան տվեք, ես այդ գործը անեմ, որովհետև ասի ես էլ չեմ ուզում սենց, ուղղակի չեմ ուզում, որովհետև սենց ես զգում էի, որ արդեն տենց չեմ ուզում լինեմ միտեղ, որտեղ որ ես չեմ ուզում զուտ գումար աշխատելու համար։ Ու այդ ընթացքում երբ որ ես սկսեցի այդ ընկերությունում արդեն աշխատել, գումար վաստակել, քիչ շատից ես հասկացա, որ ես իմ օրվա այդ ասած այդ լավ խոսքը չէ, որ ասում օրվա հացի այդ փողը երբ որ ես հասկացա, որ ես ունեմ արդեն, ես հասկացա, որ ես արդեն կարամ ինձ իրավունք վերապահեմ իմ մասնագիտությունը վերաբերվել իմ երկրում մեկ այլ ձևով։ Եթե ես մնում եմ ստեղ, եթե ես ստեղ եմ, եթե ինձ դեռ հնարավորություն չի ինձ անվել նկարահանվել արտասահմանյան ֆիլմերում, ստանալ ինչ-որ մեծ խոշոր առաջարկներ, եթե ես մնում եմ այստեղ ու ես փորձում եմ պայքարել իմ տեղի համար, այս մասնագիտության մեջ ուրեմն ես պետք է պայքարեմ ամեն կերպ իմ ուզած ձևով ու նենց անեմ, որ համ ես հաղթեմ, համ լինենց որ լինի լավ։ Ու այդ ամեն ինչը ինձ օգնեց, ես իմ ընկերներին շատ շնորհակալ եմ, որի կատարած աշխատանքը օգնեց, որ ես ֆիլտրեմ ու հասկանամ ես որտեղ եմ ուզում նկարահանեմ, որտեղ չէ։ Եղել են առաջարկներ ու եղել են շատ հարազատ մարդկանց կողմից, իմ ընկերների կողմից, բայց ես ուղղակի sense գիտես ինչ էր արդեն մոտս, կարող էի պայթակել նույն այս վենդետայի ժամանակ հենց այդ էր երևի, որ sense արդեն ինքնայի չէ, ասի, sense չէի զգում արդեն ինչն է ինձ պետք, ինչը չէ։ Պահեր եկել, որ ես չէ, ասում գիտես, ինձ առաջարկ անում են, ես զգում եմ, ես ուզում եմ, թե չէ։ Ես չէի էլ շարունակություն լսում, եթե ես զգում եմ, որ իմ ինչ-որ sense մեծ հետաքրքիր վիճակ էր եկել, ես զգում եմ, եթե իմ օրգանիզմը ընդունեց հենց այդ բանը, ինչ որ ինձ ասեցին, ես ասում էի, կասեի հա, բայց ես անընդհատ ասում էի չէ, ու sense շատ բարեդրացիական ձև է, որտեղ նստում ենք, ասենք չգիտեմ, կարող է 5 րոպե խոսայինք, ասեի ժողովուրդ, եկեք ձեր ժամանակը չվատնեմ, չէ, չի հետաքրքրում, չգիտեմ, շարունակենք ընկերություն անելը, իրար դուրս գանք այս տարածքից, իրար տեսնենք, սրճենք, խմենք, ուտենք, բայց ասենք չաշխատենք իր այդ, որովհետև ես չեմ ուզում զուտ այս բանին։ Ու եղավ այն ինչա որ դից հիմա եղավ։ Անկեղծ ասած շատ հետաքրքիր էր անսահման։ Այնքան իմ սրտից էր խոսում։ Ասում եմ, երեք բոլորս էլ զգացողությունը լուրջ եմ ասում, երբ մեր մասնագիտության մեջ բոլորն էլ ունենում են։ 7 տարի հետո ես քեզ հենց կհավաքվեինք, ես քեզ հարցերը կտամ։ Չես որոշ ջան, ես որոշեցի։ Լավ, հիմա մի քանի բլից հարցեր տամ ու արդեն մոտենանք մեր ոդքասթի ավարտին։ Թատրոն թե կինո։ Երկուսն էլ է, դες շատ չես կարա տարանջատես։ Դու կարամ տարանջատեմ, բայց դե ինչ որ ես թատրոնում զգում եմ, դες թատրոնում ներկայացումներ գիտես ինչ է, այսինքն մի հատ բան ասեմ։ Այդ էլի ինտերնետից մեկի հետ ընդ զրույցի ընթացքում այդ միտքը եկել, որ թատրոնը ինքը քեզ թույլ է տալիս, որ դու չփդես։ Գիտես ինչով, որ դու
անընդհատ ինչ-որ շարժի մեջ ես, որովհետև թատրոնում, երբ որ դու ասենք մի խաղում ես ես հիմա խաղում եմ մի ներկայացում, բայց ամեն ներկայացման դուրս գալուց ամեն անգամ որ բեմ ես դուրս գալիս հնարավոր չէ որ դու նույն ձև խաղաս։ Ամեն անգամ նոր բան ես խաղում ու ամեն անգամ ամեն օր դու նոր բան ես քո մեջ գտնում ու այդ քո կատարած աշխատանքը, ինչ որ դու անում ես էմոցիաներ, շարժ, միմիկա, այդ ամեն ինչը դու հավաքում ես քո մեջ, հետո բերում ես կինո, այդ ամեն ինչը աշխատացնում ես բնականաբար ոչ մեծ շարժումներով, բայց այդ ամեն ինչը աշխատացնում ես քո մեջ, աչքիդ մեջ այդ ամեն ինչը երևում է, ինչ որ ասում էի, ու ոնց որ միասին փոխկապակցված է էլի մեկը մյուսի հետ։ Հագնվել ոճային այնպես ինչպես դու ես ուզում, թե ամեն դեպքում նախընտրել հագնվել բրենդային։ Չէ, հագնվել ոճային ոնց ես եմ նախընտրում։ Ես իմ պահարանում ունեմ սովորական, ասենք, սպիտակ շապիկ, սև շապիկ։ Ես սովորական կարամ սպիտակ սև շապիկ հագնեմ, բայց ինձ դուր է գալիս, որ ես կարողանում եմ նենց այդ մատուցեմ, որ լինեմ ներկայանալի։ Իմ համար շատ կարևոր է լինել ներկայանալի, բայց այդպես բրենդային ասվածը այդպես իմ համար էական չի էլի։ Ապրել Հայաստանում մինչև կյանքի վերջ անընդհատ նկարվել զբաղվել քո մասնագիտությամբ, թե նկարվել մի հատ, բայց համաշխարհային պրոյեկտում։ Բա հետո ինչ եղել, չապրել։ Դե մի հատ հետո բա։ Բայց որ տենց կունենա, չգիտեմ, ասենք Տիտանիկը կլինի ինքը։ Կլինի ու հետո միանշանակ երկրորդը։ Ու ես այդ չեմ ասում նրան, որ ես իմ երկիրը չեմ սիրում, բնականաբար ես սիրում դրա համար իմ երկրում, բայց եթե ես նկարահանվեմ արտասահմանյան ինչ-որ որևէ տենց Տիտանիկի մասշտաբի ֆիլմում ու ինձ հնարավորություն ընձեռնվի լինել դառնալ տենց դերասան, ինչի մասին որ ես երազում եմ, բնականաբար ես հետ կգամ իմ երկիր կամ չգիտեմ, կաշխատեմ այնտեղ, բայց էլի եմ ասում հիշելով այն ամենը, ինչ որ ստեղ ունեմ։ Պայմաններին չի համաձայն վարժ, էլի կամ պիտի անի, չի։ Չկա դա տենց կամ որովհետև դու նա ինչ ես ասում, նա ասում ոնց որ ասած, չգիտեմ, առաջինն է լինելու վեր։ Չէ։ Բայց ես երկրորդը ասում որ երկրորդը լինի։ Բայց հիմա որ նա երկրորդը ասենք, տես դու ասում ես կուզես ամբողջ կյանքդ աշխատես Հայաստանում ու ապրես Հայաստանում, թե դու թեն, չես ասում օրինակ նկարահանվես Տիտանիկում ու ապրես ԱՄՆ-ում, դու ասում ես թե նկարահանվես Տիտանիկում։ Բա հետո Դու եթե հետո պիտի մահանամ, ապրել այդտեղ մենքսին երևի ավելորդ բառ ասեցի, հարցից վերաբերում է նրան, որ ամբողջ կյանք ուզես աշխատես, բայց Հայաստանում թե մի հատ, բայց համաշխարհային պրոյեկտ, ու հետո չաշխատես, հա։ Ահա չէ, դե միանշանակ Հայաստանում։ Ամենասիրելի դերասանը աշխարհում։ Ես հիմա կարամ նայ, մի հատ բան ասեմ։ Շատ է ստացվում, պատասխանները շատ ոչինչ որ երիկան ասում։ Նայ, դե չես կարող ասես մի հոգու։ Ես հիմա բայց կարամ ասեմ այն դերասանին, ով որ իմ համար այս վերջին շրջանում ասես ինքը մոտիվացիա է դարձել։ Այդ Բրեդ Պիտն է, Ֆորմուլա 1 ֆիլմից հետո։ Թույն։ Ես մի հատ կարամ դաժե բան պատմեմ։ Լուրջ, եթե շատ չի երկարանում ձեր ոդքասթը։ Մենք ինչ գործ չունենք, ընդհանրապես ոչ մեկ չի գնալու օկտեմբերյան նկարանումից հետո տեղ չունենք։ Չէ, բայց լսի, այդ որ խոսում ենք այդ հայացքից, նախ մի հատ sense բան, ես իմը սկսել եմ սպորտով զբաղվել Ֆորմուլա 1 ֆիլմից հետո, երթվում եմ, երբ որ ես գնացի մեծ էկրաններին նայեցի Ֆորմուլա 1-ը ու մինչև այդ բա իմ աղբերը ասում էր արի մարզասրահ, ասում էի չէ, ես գնացի Ֆորմուլա 1-ը նայեցի, ես ուղղակի երբ որ ես հետո ասես նայում եմ, ասում եմ ոնց կարենք լինի 61 տարեկան դերասան ու ես ցած դուրս եկա կինոթատրոնից ու ես հասկացա որ ինչա թե ես այդքան նկարահանվել եմ ու ցած հոգնեցին ծուսերս կախա ես ասի վաղվանից գնամ ու ես հենց հաջորդ օրվանից Ֆորմուլա 1-ի գնացի մարզասրահ կան աշխարհում տաղանդավոր մարդիկ ինչ խոսք ափսոս մեզ չտրվեց այդ շնորհը Ֆորմուլա 1-ը դա որոշ մի հատ ես բոլոր հյուրերին խնդրում եմ որ վերջում մեր հետևորդներն են այստեղ ու այստեղ նստած են տեսնայի քանի հազար հոգի են մեզ նայում ուզում եմ ցած մի հատ լավ բան էմոցիա դրական լիցք որևէ բան փոխանցես ու ավարտենք Լավ դրական էմոցիա։ Դե կարամ ասեմ, որ պետք է ընդհանրապես պետք է ժպտալ միշտ։ Ինձ ասում են օրինակ շատ դու ես հաստատ լսել որ ինձ ասում են, չէ, շատ մունաթ ես, շատ մունաթով եմ խոսում, բայց ես իրոք հասկացել եմ, որ ժպիտը շատ լավ բան է բերում կարողը։ Սենց նես լավ բան է, լուրջ եմ ասում։ Պետք է սենց ուրախ լինես, չպետք է չարացած չլինես։ Պետք է չարացած չլինեն մեկը մյուսի հանդեպ նկատմամբ։ Պետք է մի քիչ շատ որ սիրենք իրար, շատ նենց լավ կլինի։ Ու ամենակարևորը եկեք շնորհակալ լինենք մեկս մյուսին մեր կատարած աշխատանքի համար, որ հասկանում ենք, որ շնորհակալության արժանի այդ մարդը, ասեք շնորհակալ եմ, որովհետև այնքան բան է փոխում, լուրջ եմ ասում։ Օրինակ որ իհարկե կան մարդիկ, որ սխալ են այդ բառը ընկալում, որովհետև ես կարող եմ ասում շնորհակալ եմ, դե շնորհակալ եմ, հա դե տենց է պետք է լիներ, հենց այն որ տենց լրիվ ուրիշ կողմ տանի, հա։ Տենց էլ կասեմ։ Բայց ամեն դեպքում դու ասած շնորհակալ եմ, որովհետև մարդը, որ կարող ասես շնորհակալ եմ, ինքը
իրան այնքան մոտիվացնի, որ ասենց հաջորդ անգամ քո տեսնումից ասես, «Էս ինչքան ես դու փոխվել ես, շնորհակալ եմ ինձ հետո քո մտքի մեջ»։ Դե ինչ սիրելի հետևորդներ, ուրեմն ժպիտով եղեք, լավ եղեք, միշտ ժպտացեք իրար եւ մուննատ մի եղեք կյանքում, ինչպես ես ու Վարուժն ենք, շնորհակալ եղեք մարդկանց, մի քլնգեք դերասաններին, առասարակ ոչ մեկին, որովհետեւ մարդիկ սխալվելու իրավունք ունեն ու փորձեք մի քիչ նրանց հասկանալ եւ տեղավորվել, այսպես ասած, նրանց դրության մեջ, իսկ մենք կապի մեջ էինք։ Bye bye։